Դերասանուհի Ինա Խոջամիրյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Ինան Instagram-յան հարթակում նոր լուսանկար էր հրապարակել եւ գրել. «Ինձ թվացել էր դեռ փոքր եմ, 2 օր առաջ մեծացա։ Պապիկս մանկությանս թելևերջնական կտրեց ու տարավ։ Տեղը համեստ, բայց հաստատուն ափսոսանքի զգացում բերելով, որ ես այդպես էլ Վան չգնացի։ Չեկա ու չպատմեցի իրեն հորական տան հետքերի ճամփան։ Խոջամիրյանների տոհմածառը չկազմեցի, որի նպատակով ամեն անգամ ստիպում էի ժամերով նույն բանը պատմել։ Չամուսնացա կամ դոկտորական չպաշտպանեցի։ Պապիս համար կամ էր։ Ու առհասարակ, համեստ ափսոսանք զգացի այն ամենի հանդեպ, ինչը մենք ամեն այսօր թողնում ենք վաղվան, երբեք չիմանալով վաղը կգա արդյոք։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ լռության դիմաց չլռեցին, եւ շնորհակալ եմ նրանց, ովքեր ընկալում ու հաշվի են նստում իմ լռության հետ բոլոր իմաստներով։ Ներողություն եմ խնդրում, եթե գրել եք ու անհատապես չեմ պատասխանել։ Սիրում եմ ձեզ», լուսանկարին կից գրել էր Ինա Խոջամիրյանը։ Դերասանուհին այսօր նաև անդրադարձել էր շատ կարևոր թեմայի։ Նա ականատես էր եղել բռնության, ինչի մասին խոսել էր։ Ես իհարկե համոզված եմ, որ կիսագրագետ ֆիդբեքներով եւ արձագանքներով հեղեղելու եք։ Իհարկե շատ շնորհակալ կլինեմ նաև գրագետ ֆիդբեքների ու արձագանքների համար, բայց ուղղակի հերթական դեպքը մեքենայով անցնելիս տեսնելուց հետո ուզում եւս մեկ անգամ սելավիով եւ ոչ միայն սելավիով եւ ցանկացած հնարավոր ձևով եւ կերպով բարձրաձայնում եմ այդ մասին եւ հիմա եւս մեկ անգամ ուզում եմ բարձրաձայնել եւ անընդհատ բարձրաձայնել ես այդ մասին, որ կնոջ հանդեպ տեղի ունեցած ցանկացած տեսակի բռնություն անընդունելի է։ Ֆիզիկականի մասին նույնիսկ խոսք չկա, բայց ֆիզիկականի ականատես եմ անընդհատ բարբերաբար վերջերս հաճախ։ Բռնության թեման բավականին արդիական է մեր օրերում։ Լրագրող եւ հաղորդավար Լիլիթ Մուրադյանն Instagram-յան հարթակում անդրադարձել է բռնության մի ահասարսուռ դեպքի, որի մասին քննարկումներն ու քննադատությունները համացանցում լի են եղել։ Միշտ սիրել եմ զբաղված լինեմ իմ մասնագիտությամբ, որպեսզի մաքսիմալ հեռու մնամ համացանցային թոհուբոհից։ Նոր աչքովս ընկավ եւս մեկ հոլովակ, տարբեր մարդիկ տարածել էին, առայն, որ վերջերս մենք մի քանի հանրային մարդիկ արեցին հոլովակներ, որ պետք չի թիրախավորել մարդկանց, ովքեր ունեն առողջական խնդիրներ, այսօր նայում եմ պատասխանը։ Նախ ինձ համար ամենակարևոր ու ամենաառաջնային կետերից մեկը որն է։ Երբևիցե ինչ հոլովակ նկարեմ ես, ինչ միտք էլ արտասանեմ, ինչ էլ ասեմ, շատ կարևոր է, որպեսզի ուղիղ վիրավորանք մեջը չլինի, որովհետև մեզանից որևէ մեկը իրավունք չունի ինչ-որ մեկին վիրավորելու կարծիքի համար։ Բայց որտեղ է կայանում մեր խնդիրը ու մեր կոմպլեքսը։ Մեկ-մեկ ընդունելու մեջ։ Օրինակ ես դա սկսել եմ սովորել, ընդունել, որ դու կարող ես սխալվել, ընդունել, որ դու կարող ես լինել մեղավոր։ Օրինակ ես ընդունում եմ, որ ես սխալվել եմ երեկվա իմ հոլովակը դնելով, որովհետև կարելի է ցնդել։ Հիմա գամ մի հատ հարցի, որի դեմ ես միշտ պայքարել եմ։ Գիտեք ինչն է սարսափելի, երբ կարդում եմ մեկնաբանություն, որտեղ գրված է ախր բայց քուրս ես ինչ իմանամ հիմա այդ աղջիկը ինչա թեմայի մեջ ես գնամ իմ գլուխը անդարդ դարդի տակ դնեմ ու կանացի տոլերանտությունը կայանում է նրանում։ Իհարկե ես այս թեմային եմ անդրադառնալու, թե ինչ աստիճանի հաճախ բացակայում է կանացի տոլերանտությունը միմյանց նկատմամբ, բայց երբ մենք ենք տեսնում նման բան, հա, այսինքն պայմանական ինչ որ իրավիճակներ, ես իրական դեպք ձեզ կպատմեմ հիմա այսօր, իրական դեպք ես ձեզ հիմա կպատմեմ, որ հասկանաք թե ինչու։ Դեպքեր, դեմքեր չեմ ասելու, որտեղ նախ ոչ ճանաչում ենք, մենք ավտոմեքենայի մեջ ենք մեր ընկերոջ հետ ու Վահեի հետ, ու մի հատ դրվագ ես տեսա, դիմացս անգամ մագնիշը չեմ ասի, ավտոմեքենա, մի խոսքով հասկանում եմ, որ ինքը արգելակում է։ Աղջիկը ներսից փորձում է դուրս գալ, օրը ցերեկով, փորձում է դուրս գալ ավտոմեքենայի մեջից, վերջինս հետ է քաշում։ Դա իրանց նեղ անձնական հարց է, կինը ամբողջովին ինքն էր մեղավոր, բայց այսինքն ըստ այս մեկնաբանություն գրող տղամարդկանց մենք պիտի քշենք գնանք ու ես տեսնեմ ոնց այդ աղջիկը քաշ գալի հատակի վրա, ասեմ դե իրաց ընտանեկան հարցն է, դե հիմա որ տղան գթելա որ մի հատ պետքա գլուխը կոտրի այս ասֆալտին, ուրեմն տենց է ճիշտ գտե, բայց ես ինչ գործ ունեմ, ես ուրիշներից հետ չեմ խառնվելու։
Լուրջ եք ասում։ Գիտեք ինչ տեղի ունեցավ ուղղակի։ Ես չեմ կարող նկարագրեմ ինչ տեղի ունեցավ։ Ինձ էին վերջում պահում, հանգստացնում ու ասում նա դու հələ ջուր խմի։ Մինչև մենք կանգնեցինք, աղջկան օգնություն ցուցաբերեցինք, զանգ արեցինք, աղջկա ծնողները եկան, ինչ էր ամուսինների դեպ, ինչ էր եղել, ինչ չէր եղել, դա արդեն հարցի մյուս կողմն էր, բայց վերաբերմունքը այդ որ ասում են, բայց ես ինչի պիտի խառնվեմ, ես իմ անդարդ գլուխը դնեմ բարդի տակ։ Ուզում հիշեք, որ կարող է պատահում մի օր ձեր հետ էլ միջադեպ լինի եւ դες խիստ պետք լինի, որ ինչ որ մեկը անցնելուց ասի, օ, կարող է պետք է օգնել, թե չկարող է մտածի ասի, դե լավ, սով է, որ Խոսելով աստղային այլ նորությունների մասին, նշենք, որ Քրիստինա Մարգարյանն ով օրեր առաջ է մայրացել Instagram-յան հարթակում նոր հոլովակ է հրապարակել, պատմելով իր նոր առօրյայի մասին։ Ես ու Խաչես, բարևում ենք ձեզ, վայելում ենք ամառը, նստել եմ բասեյնին եմ նայում, սպասում եմ միջև ընկերներս գան, այսօր լավ ժամանակ ենք անցկացնելու։ Մի խոսքով ձեզ է լավ ուր ենք մաղթում, շատ շոք է, բայց լավ է։ Մեզ հարցնում են, Խաչեն քանի ժամա քնում։ Քնում է 4 ժամ, 4 ժամը մեկ արթնանում է, օրվա մեջ 2 անգամ լողանում է, նայած օր տատինա որոշում է օրերը, խի օրը 2 անգամ, մի խոսքով խելոք իմ տղեն ուտում քնում է, առավոտյան արթնանում ենք, չոփ-չոփ անում ենք ու մեկ էլ շատ գրկի չեմ սովորացնում, ոչ թե վա երեխեն գրկի կսովորի, չէ։ Հիմա ուղղակի շատ շոկ է, մենք ենք արդեն ջուր, որ մի հատ էլ գրկում ես, երեխեն չքրտնի էլի, ոնց են ասում, քրտնախաշ, հա մամ։ Քրտնախաշ չլինի էլի, ասես ձեռքի վրա մեր մարմնի հետ շփում չլինի։ Տունը հովա, շատ լավ է, ասենց առավոտյան հանում եմ մի 20 րոպե հայաթը մաքրոտի, պտտվում ենք միասին ու անում եմ պարկացնում եմ, հով քնում եմ։ Այ մարդ, ով ձմերուկ է առնում, բերում, լավը չի։ Երեխուս թողել եմ, որ գնամ ձմերուկի հետևից։ Եմ որ ասում է, իմ նման ձմերուկ ընտրող մեկ էլ ես եմ։ Գնամ մի հատ հոմով, սիրուն, կարմիր, հախորժակով ձմերուկ առնեմ գամ, ոչ մի բան չի լինում է շոքերին ուտել, ոչ մի բան, ձմերուկն է, որ հրկում է, պահում է, լավ գնամ առնեմ, մեծ չխոսամ, գնամ առնեմ, կտրեմ, կասեմ, ցույց կտամ, բարև ձեզ, արի գնանք խանութ գանք, մի խոսքով։ Առնող չկա մեռնեմ ջան։ Հələ մի հատ նայեք։ Որովհետև էս միյանից խփում ես, է միյանից խփում ես։ Ասում եմ պլազմասի ձայն գա։ Ես պլազմասի ձայն եմ առնում։ Ու տենց գիտեմ որ լավն է։ Իսա փորձեք։ Անպայման հələ փորձի։ Դե շեն փորձում, այսպես են։ Լեստեղ է։